Արդեն բոլորս իրազեկված են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Ադրբեջանից նավթամթերք գնել։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, գաղտնիք չէ, որ կան անհայտ կորած անձինք, գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիներ կան ադրբեջանական բանտերում, խոշտանգվում են եւ տարբեր դատական process-ների միջով են անցնում։ Հետեւաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը գնում է ադրբեջանական նավթամթերք, իսկ ադրբեջանական բանակը, զինված ուժերը, որը օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները, ֆինանսավորում է Ադրբեջանի բյուջեից, այսինքն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է Ադրբեջանի բանակը, որը իրեն Հայաստանի Հանրապետությանը օկուպացրել է։ Հայաստանի Հանրապետությունը ում փողով է սա անում։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Դա նշանակում է, որ մեր ժողովուրդը, մենք բոլորս այնքան անինքնասեր ենք, որ մենք ֆինանսավորում ենք մեր թշնամուն ֆինանսավորում ենք, որ ինքը մեզ օկուպացված պահի, մեզ խոշտանգի, դատարաններում քարշ տա իր եւ այս ամեն ինչը անում է մեր ղեկավարությունը։ Մի կառավարությունը որոշել են իշխանության մեջ, թե ով է գլխավոր անինքնասերը, որ սա մեզ գովազդի, որպես նորմալ բան, հիմա լսեք։ Նավթամթերք է գալիս Հայաստան, գլխավոր անինքնասերի դերն է տանում, չէ՞։ Եթե այս լուրից դες զգացի կամ եթե ձեր արժանապատվությունը խոցված համարեցիք այս լուրից, խնդրում եմ միշտապես եկեք 1 րոպե քննարկենք։ Երկրների միջև գոյություն ունի հարաբերությունների երկու ռեժիմ։ Նայեք ոնց է խախտում։ Ռեժիմ, սար։ Ուրեմն այս գլխավոր անինքնասերը, որը մեզ քարոզում է անինքնասեր լինել սրբապիղծ, չնայած այնտեղ գլխավոր սրբապիղծը ուրիշ մարդ է, ինքը գլխավոր անինքնասերի դերն է տանելու եւ տանում, ասում է երկու ռեժիմ կա պատերազմի ռեժիմ ու տնտեսական համագործակցության ռեժիմ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից ոչ մի բան չի առնում։ Այդ Հայաստանի Հանրապետությունն է որոշել իր տարածքներն օկուպացված երկրի նավթամթերքը գնի, այն դեպքում որ դրա կարիքը չունի, բազմաթիվ տեղերից կարող է գնել, որ ինչը անի, որ ինչ ապացույցի, որ ինքը ապացույցի, որ ինքը անինքնասեր երկիր է, որ իր հողերը, իր տարածքները դեռ գրավված են եւ ինքը սկսում է նրանցից գնել ապրանք եւ իր ներդրումն ունենալ Ադրբեջանի բյուջեում, որը վճարում է իր զինված ուժերին։ Ժողովուրդ ջան, սա ինչ է։ Սա ինչի արշավ է։ Սա անինքնասեր վարք չի, սա մեր արժանապատվությունը նվաստացնող վարք չի, սա մեր ունեցած ռեսուրսները թշնամուն ուղղելու վարք չի։ Մեր ժողովուրդը, մենք քաղաքացիներս, այս իշխանությանը ասել ենք դու կարած sense բան անես, մեր անունից կարած sense բան անես, ուսա լիազորել ենք։ Մենք ինչքան կարելի է։ Պետք է իմանալ այդ բենզինը ինչա, ուր է գալիս եւ բոյկոտել, չգնել, որտեվ ես պնդում եմ, որ դրանով մենք ֆինանսավորում ենք Ադրբեջանի բանակը։ Այսինքն մենք ունենք կառավարություն, որը փաստորեն մերը չի, հայկական չի, այն ֆինանսավորում է մեր թշնամու բանակը։